Հայկական լավաշը բարակ, փափուկ ու ճկուն հաց է, այն նաև որպես արմատացած մշակութային խորհրդանիշ։ Դարեր շարունակ այն եղել է հայկական տան անբաժանելի մասը, խորհրդանշել է կիսումը, հյուրասիրությունը և ընտանիքի համախմբումը։ Լավաշը Հայաստանում պատրաստվում է դեռևս հնագույն ժամանակներից։ Նրա պատառիկները հայտնաբերվել են հնագիտական պեղումներում, իսկ պատրաստման ավանդույթը սերնդեսերն փոխանցվել է բանավոր ձևով։ Թխվում է հիմնականում թոնգում, գետնի մեջ տեղադրված կավե փոսում, որտեղ կրակը վառվում է մինչ պատերը կարմրում են։ Այժմ եկեք տեղափոխվենք Վանաձոր քաղաքի հայտնի հացաբուկ եղանի արտադրամասերից մեկը և ծանոթանանք լավաշի պատրաստման նորագույն ձևերից մեկին։ Լավաշի արտադրամասերից մեկում, որտեղ լավաշը ոչ թե պատրաստվում է թորում, հնագույն ձևերով, այլ նորացված տեխնոլոգիաներով։ Լավաշը ավանդական հայկական հաց է, պատրաստված ալյուրից, ջրից և աղից։ Այն թխվում է թոնիրում, հատուկ հողե վառարանում, ինչը նրան տալիս է յուրահատուկ համ ու բույր։ Լավաշը մեր խոհանոցի հպարտությունն է, օգտագործվում է ամենօրյա սննդում և տարբեր կերակուրների հետ։ Բացի սննդային արժեքից, լավաշը նաև մշակութային նշանակություն ունի։ Այն թխելու գործընթացը հաճախ միավորում է ընտանիքներին և հարևաններին։ 2014 թվականին լավաշը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ-նյութական մշակութային ժառանգության ցանկում որպես հայ ժողովրդական արվեստի օրինակ։ Լավաշը մեր ինքնության համն ու հոտն է։ Այն ավելին է, քան պարզապես հացը։ Դա պատմություն է, ծալված յուրաքանչյուր շերտի մեջ, սեր, հնչյունների պես փռված յուրաքանչյուր թերթի վրա, և ժառանգություն, փոխանցված սերնդեսերունդ առանց բառերի։ Լավաշը տաք ձեռքերի ջերմությունն է, մայրիկի հոտը խոհանոցում և մի ամբողջ ազգի հիշողությունը բովանդակ մի թերթիկի մեջ։ Այժմ եկեք վայելենք լավաշի ավանդական պատրաստված ձևերից մեկը։